Շատ կներեք, էլի, մի հատ նախնական հայտարարություն անեմ, այս վերաճվեց կոնկրետ, հա, իհարկե, շատ շնորհակալ Նախ հարգելիներս շատ շնորհակալ ենք, որ եկել եք լուսաբանելու։ Այսօր մեկնարկ տվեցինք կարևոր օրենսդրական գործընթացի։ Այսօր մեզ համար ուժեղ Հայաստանի մեկնարկն է տրված, չնայած մի շարք խոչընդոտների, թիրախավորումների, թե կլիներ դա օրենսդրական նախաձեռնությունների, միջամտությունների տեսքով անսպասելի մի քանի ժամվա ընթացքում հակաժողովրդավարական ու հակաիրավական եղանակով օրենքների ընդունման, որոնք թիրախավորում են կոնկրետ մեր քաղաքական ուժին, կոնկրետ մեր քաղաքական ուժի անձնանունը։ Դա կլինի վերջին օրերը, քիչ առաջ քննարկում եք, իրավական միջամտությունները, հիմա անդրադառնամ, մենք ինչպես պարոն Վարդևանյանը նշեց, բազմաթիվ մասնագետներով ուսումնասիրած լրակազմած փաստաթղթերի ցանկ ենք ու լրակազմ ենք ներկայացրել, որոնք իրավական տեսանկյունից խոցելիության խնդիր չունեն մեկ։ Մենք գնում ենք հաղթարշավի եւ գնում ենք բացարձակ մեծամասնական հաղթանակի երկու։ Մենք գնում ենք, որպեսզի մեր հասարակության, մեր ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, անվտանգային լրջագույն մարտահրավերները ու այն փոփոխությունների պահանջները, որ վրա են հասել, ի վերջո կյանքի կոչվեն ու հայ ժողովուրդը կարողանա ապրել ուժեղ Հայաստանում, ուժեղ առաջնորդի ղեկավարությամբ, ով Սամվել Կարապետյանն է։ Եվ ինչ վերաբերում է այս գործընթացներին, ձայնագրություններին, որ բազմաթիվ հարցադրումներ կա, հենց սա է մեր որպես իրավական ու ժողովրդավար պետության լրջագույն խնդիրը, որ այսօրվա իշխանությունները դարձել են քննիչ, դատավոր, դատախազ։ Տեսեք, ինչ որ ձայնագրություններ են հայտնվել լրահոսում իրավապահ մարմինների կողմից։ Դեռևս անգամ մի ամիս չի անցել, որպեսզի այդ ձայնագրությունները փորձաքննությունների ենթարկվեն, հասկանանք ում կողմից իրականացված են եւ ովքեր են այդ ձայնագրության մասնակիցները։ Իսկ ինչու չեք հնարավոր տարբերակ համարում, որ դրանք հնարավոր սադրիչներ են, որ մարդիկ են, ովքեր մեր քաղաքական ուժի հետ աղերս չունեն։ Որովհետև մենք նախաքննության գաղտնիքով ենք կաշկանդված, որովհետև մենք, այո, մեր գլխավոր խնդիրը նրանում է կանում, որ մենք բավականին պարկեշտ ենք։ Եվ այո, մենք չենք թույլ տալիս իրավական գործընթացներին այդ աստիճան ծայրահեղ մանիպուլատիվ միջամտություններ։ Հարգել ես, բայց ո՞րն է հերքումը։ Ես ինքս անձամբ տվել եմ օրերս ճեպազրույցել, հարցազրույցել, որում այս նույն մտքերը արտահայտել եմ։ Արդյոք դա հերքում չէ։ Արդյոք մեր երկրում, հատկապես տեսեք, եթե մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք, մենք քաղաքացիներ ենք, ովքեր կաշկանդված չեն հստակ օրինականության սկզբունքով լիազորություններով, պաշտոնատար անձինք, որոնք իրենց ծայրահեղ մանիպուլատիվ հայտարարություններ են թույլ տալիս, մանիպուլատիվ մոտեցումներ են թույլ տալիս, իրենք կաշկանդվածություն ունեն ի տարբերություն մեզ։ Ըստ միջազգային պրակտիկայի, ըստ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի եւ ըստ ի վերջո մեր սահմանադրությամբ։ Այնպես որ ամփոփելով ասեմ, մենք ունենք հստակ օրակարգ, տեսլական ու այո, դուք գիտեք, մենք այն քաղաքական ուժն ենք, որը եկել է իրեն կաշկանդելու թե օրենքով ու իրավունքով, թե բարեվարկությամբ, ինչու ոչ այսօրվա իշխանությունը օրինակ վերցնելով, օրինակ մեր համակարգող ղեկավար կարելի է ավարտեմ, էլի պարոն Կիրակոսյան, մեր համակարգող ղեկավարի բարեվարք վարքագծից ընդունեցին բարեվարկության կանոնագիր այսօրվա իշխանությունները, որը ինչպես տեսանք շատ կարճ տևեց, իրենց բառամթերքն այնուամենայնիվ առաջ դարձել։ Ապրելու երկրի գլխավոր անդամները իրենք չեն ցանկացել ընդգրկվել նախընտրական ցուցակում, թե նաև ձեր ուժի կողմից է եղել պայման, որ իրենք չպետք է լինեն, հաշվի առնելով օրինակ, որ կարող է ասոցիացվել, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ է համագործակցել։ Եվ կներեք նաև այն երկու ուժերը, որ միացել են նոր դարաշրջան միավորված։ Տեսեք, իրավական գործընթացը մի փոքր ներկայացնեմ, որոշակի մասնակցելիություն նախընտրական ցանկում ունենք, մեր ցանկը համընդհանուր դաշինքի 199 թեկնածուից է բաղկացած, ասեմ, մենք դաշինք ենք կազմել, ի սկզբանե մարտի 31-ին կնքված հուշագրին համապատասխան երկու քաղաքական ուժերի հետ, դրանք նոր դարաշրջան եւ
միավորված հայեր կուսակցություններն են։ Ապրելու երկիր կուսակցությունը մեզ հայտնել է իր աջակցությունը եւ կրկին հուշագիր ստորագրվել է համագործակցության ու աջակցության վերաբերյալ, բայց ոչ որպես դաշինքի մաս։ Շնորհակալ եմ։ Տիկին Մելոյան, փաստաթղթերը շատ էսթետիկ շատ կներեք, էլի հարցազրույցի չվերաբերվի, գործընկերներն է թույլ տան, գործընկերոջս բավականին հարցեր տվեցիք։ Էլի կլսեմ ձեր հարցերը։ Տիկին Մելոյանի ուշադրությունը գրավեց տուփը, որով փաստաթղթերը ներկայացրեցիք, շատ էսթետիկ էր նվերի տեսքով, իշխանություն գալու դեպքում ուժեղ Հայաստանը այդպիսի նվեր է լինելու հայ ժողովրդի համար, հաշվի առնելով, որ նաև բարեվարկությունից, բարեկրթությունից եք խոսում։ Իհարկե, մենք հիմնական նպատակ ունենք, այդ նպատակը մեր հասարակության մեջ գծված բաժանարար գծերից վերացարկվելն է, այդ նպատակը ի վերջո միասնական համերաշխ հասարակություն ձևավորելն է, որպեսզի կարողանանք այս բոլոր մարտահրավերները, որոնք վրա են հասել, այդ ամենը հաղթարել ու ինչպես մեր առաջնորդը իր ելույթում ասաց, բավական է, որ գործի այն իրավիճակը, երբ գալիս են պաշտոնյաները եւ դատարկում են ժողովրդի ու քաղաքացու գրպանները իրենց գրպանները լցնելու նպատակով։ Մենք լինելու ենք այդպիսի իշխանություն, որի առաջնորդը իր գրպաններն է դատարկելու, որպեսզի ծաղկի ու ի վերջո ոտքի կանգնի մեր հասարակությունը։ Նաև ՀԿՊ-ականները առանձին վերցրած բավականին կոշտ ու քննադատական են արձագանքում ուժեղ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ընդհանուր նաև անմեղության կանխավարկածը շատ ժամանակ հաշվի չառնելով, նաև վերջերս կցանկանայի ձեր մեկնաբանությունը լսել ԿՊ-ական պատգամավոր Արուսակ Ջուլակյանի մեկնաբանության վերաբերյալ Նարեկ Կիրակոսյանի տված YouTube-յան հարցազրույցի ժամանակ։ Ժորդ, դե ես ինձ թույլ չեմ տա կրկնել այդ ամենը ինչ տիկինը ասեց, բայց դա ինքը պատգամավոր է, պատահական չի նշում, դա բարեվարկության կոպիտ խախտում է, առնվազն եթե մենք իրավական ու ժողովրդավար պետության մասին ենք խոսում, պետք է հանձնաժողով էթիկայի հրավիրվեր ու բարեվարկության հարցը բարձրացվեր, ինչ է նշանակում այն քաղաքական ուժը, որ այդքան շահարկում էր սեռերի հավասարությունը, կանանց իրավունքները, պատահական չասեցի, տեսնելով թե ինչպիսի ազդեցություն է մարդկանց վրա գործում մեր քաղաքական ուժի բարեվարկ խոսույթը, վարքագիծը, անմիջապես հասկացան, փորձեցին որդեգրել, բայց չեն կարող անել այն, ինչ չունեն, հա, ի սկզբանե։ Դառնալով Սամվել Կարապետյանի քաղաքացիությունը։ Այն մի հատ ավարտեմ էլի միտքս կներեք, բայց ես եթե, հա, չէ, Ժորդ, խնդրում եմ, եկեք աշխատակարգ ընդունենք, յուրաքանչյուրը մեկ հարց տակ ու մենք էլ հանդիպման ենք էլի ու ավարտենք։ Հա, հիմա հաջորդիվ ձեր հարցերը կլինի, եթե կզիջեք հարգելիներս, հա, ավարտեմ, ես լիահույս եմ, եթե դուք անաչառ լրատվամիջոցներ եք, հետևողականություն դրսևորեք, որպեսզի տիկնոջ նկատմամբ ըստ ազգային ժողով կանոնակարգ սահմանադրական օրենքի եւ աշխատակարգի հետևանքային դրսևորում լինեն։ Մելոյան անդրադառնալով Սամվել Կարապետյանի քաղաքացիություններից հրաժարվելուն, դուք նշել եք, որ արդեն գործընթացը սկսվել է, բայց Տիկին Մելոյան 9 ամիս ժամանակ ուներ ձեր ուժը, որպեսզի Սամվել Կարապետյանը 9 ամիս առաջ սկսեր այդ գործընթացը եւ այսօր գուցե արդեն կամ ավելի առաջ է լինել այդ process-ը, կամ արդեն հասած լինել եզրագծին, ինչու եք այդքան ուշացրել հիմա նոր սկսել գործընթացը եւ այդ համատեքստում արդյոք կհասցնի պարոն Սամվել Կարապետյան մինչև ընտրությունները զերծել լինել մյուս քաղաքացիություններից։ Հարգելիս, որովհետև մեր քաղաքական ուժը ընդամենը 3 ամսեկան է։ Մենք ըստ էության նորածին քաղաքական ուժ ենք, որը փետրվարին նոր ունեցավ առաջին անդրանիկ համագումար նիստը ու բնականաբար հենց ամենաառաջին նիստին, որ պատկերացնեք ինչ բնույթի, հա, մենք բաց թափանցիկ մոտեցմամբ ենք մեր հասարակության, մեր ժողովրդի հետ աշխատում, անդրանիկ նիստում մեր հիմնական մոտեցումները ներկայացրել ենք փետրվարի 12-ին մենք ասել ենք, որ այո, խնդիր կա ցենզերի համապատասխանության, որ ասել ենք մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է, վարչապետի, իսկ ինչ գիտեք, որ այդ օրը չեմ սկսել, իսկ ինչ գիտեք, որ դրանից առաջ սկսված չի եղել։ Ասեք, ինչ-որ փաստաթղթեր ներկայացնել, հարգելիս, երբ որ մեր առաջնորդի նկատմամբ այս ապօրինի սանկցիաները կվերացվեն, բոլոր հարցերին շատ մեծ կապ ունի, որովհետև այս հարցերի պատասխանները անձամբ պարոն Կարապետյանը կտա, նա է այն սուբյեկտը, ով իրավասու է ամբողջական պատասխան տալ այս հարցերին, իրավական գործընթացները տեղի են ունենում տարբեր երկու պետություններում, այդ իրավական գործընթացները դասական իրավական ընթացակարգեր չեն, կոնկրետ ժամկետների շրջանակներում, հա, քաղաքացիություն հրաժարվելու գործընթացը այլ տրամաբանության մեջ է եւ երկրորդիվ, այո, եւ երկրորդիվ ինչ վերաբերում է թեկնածությանը, մենք ասել ենք, որ կա հանրային պահանջ, որպես
որպեսզի Սամվել Կարապետյանը դառնա Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Այդ հանրային պահանջը բավարարելու կա հստակ ձևաչափ սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունը։ Ըստ էության ազգային ժողովի կողմից փոփոխելի այդ մի հոդվածը մենք հանրաքվեի ենք ներկայացրել, ժողովրդի կամքն ենք ու կարծիքն ենք հարցնում։ Եթե մարդիկ համաձայն են կողմ են փոփոխություններին, եթե մարդիկ ուզում են Սամվել Կարապետյանը դառնա մեր վարչապետը, մարդիկ իրենց համաձայնության քվեն կտան երկուստեք, թե մեր քաղաքական ուժին, թե այս տեխնիկական սահմանադրական փոփոխությանը։ Ես իմ մեկ հարցը տամ, չեմ Պարոն Կարապետյանը քանի որ նաև Եվրամիության քաղաքացի է, մասնավորապես Կիպրոսի, եւ Եվրամիությունում գործող օրենքների համաձայն, եթե երկրներից մեկում դատական process-ով է քաղաքացին անցնում, քաղաքացիությունից զրկելը այդքան էլ հեշտ չէ, կամ միջև դատական գործի փակվելը անհնարին է, իսկ Ֆրանսիայում պարոն Կարապետյանն անցնում է դատական գործերով, այս խնդիրը ինչպես է կարգավորվում։ Պարոն Կիրակոսյան, այդ յուրաքանչյուր Եվրոպական միության անդամ երկիր իր այնուամենայնիվ ներքին օրենսդրական իրավական կարգավորումները ունի եւ այդ իրավական կարգավորումների սպეციფიკայի համատեքստում կարգավորվել այդ հարցերը լուծվելու են։ Խնդրեմ շնորհակալ։ Մելոյան շատ է խոսում էր նաեւ շատ էր Հայաստան, որ Նիկոլ Փաշինյանը իր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ մարդկանց է տեղավորում աշխատանքի մեկին ասում է սրա լավ աշխատանքի տակ եւ այս նույն հարցի շրջանակում նաեւ Աննա Հակոբյանն անգլերենի դասընթացներ անում, սա արդյոք դիտարկվեք բարեգործության արգելքը խախտելու շրջանակում եւ ինչ-որ հաղորդումներ ներկայացնում եք Եթակակոռուպցիոն կոմիտեն տեսնում եք ձեռքերը ծալացնում։ Իհարկե, հարգելիներս, ես կխնդրեի նաեւ ձեր աջակցությունը այս հարցում, որովհետեւ դուք տեսնում եք, որ ակնհայտորեն մեր քաղաքական ուժը անհավասար պայմաններում է գտնվում։ Մեր նկատմամբ ու մեր երկրում երկակի ստանդարտներ են կիրառվում ըստ քաղաքական հայացքների ու ընդհանրապես այն իրավիճակում, երբ երկրում ընդհանրապես ռազմաբյուջեն, օրինակ պաշտպանության նախարարության կրճատվում է, ներքին գործերի նախարարության ոստիկանության բյուջեն եռապատկվում է, այդ պայմաններում զուգահեռաբար կտրուկ հանցագործությունների աճն է բարձրանում, որովհետեւ ողջ իրավապահ համակարգի ներուժը ուղղված է ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ գործիչներին ճնշելու նպատակով։ Այո, մենք մոնիտորինգ ենք իրականացնում, այո, քաղաքացիական պայմանագրի կողմից թույլ են տրվում չարաշահումներ եւ բնականաբար օրինակ զուգահեռաբար ես ներկայացրել էի Տիկին Ղումանշյանի հենց ձերբակալման օրը, որ էլի կարթեգնած ու քաղաքացիական պայմանագրից, ով բարեգործության մասին հրապարակում էր կատարել եւ դրա հետքերով անկախ երբ էր կատարվել, հրապարակումը կատարվել էր այդ օրվա դրությամբ եւ ըստ էության անկալման տեսանկյունից տեսեք, ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքի եւ քրեական օրենսգիրքի բարեգործության արգելքի երկու հոդվածները իրանք այնքան լայն ու ոչ համաչափ ու ոչ որոշակի են տրված, որ ցանկացած կերպ իրավապահ մարմինները կարող են մեկնաբանել ու մանիպուլացնել։ Այդ տեսանկյունից այս հոդվածները ընդհանրապես սահմանադրականության խնդիր ունի։ Հարցազրույցը դժվար, բայց կոնկրետ հանցակազմ գոյություն ունի, հա, որպեսզի դա հանցավոր արարք լինի 4 կոմպոնենտ կա։ Փայլակի երրորդ հարցի պատասխանը Հարգելիներս, որպեսզի խտրականություն չունի, մենք հանդիպում ունենք շատ շնորհակալ շանգյալ ձևակերպման օգտագործումը դատապարտում եք, թե որ Այո, պարոն Կիրակոսյան, մեր երկիրը ունենալու է այնպիսի վարչապետ Սամվել Կարապետյանի տեսքով ու դեմքով, որ երկրի վարչապետը ազգային ժողովի բարձրանալուց իրան թույլ չտա շուշանգյալ արտահայտությունը։ Երբ է ուղերձով հանդես գա։ Հարգելիս, մեր համակիրը, այսինքն մեր համակիրը, դուք դատավճիռ ունեք, որ մեր շտաբի աշխատակիցներ, դուք ունեք պնդում, դուք հիմա անմեղության կանխաբարկածը մարդկանց խախտեցիք, թիրախավորեցիք։ Դա ես այդ եզրույթը լսել եմ իմ երկրի վարչապետի շուրթերից ազգային ժողովի ամբիոնից, ինչը դատապարտել է, դրանից առաջ չէի լսել։ Կարապետյանը արդեն կարող է ուղերձերով հանդես գալ։ Երբ ասենք, որ այդ հրապարակային խոսքով հանդես գա օգտագործելով ֆիկտիվ։ Այո, հարգելիներս, արդեն պարոն Կարապետյանի նկատմամբ սանկցիաները նվազեցվել են գոնե այդ տեսանկյունից հաղորդակցման ու գոնե այլևս հնարավորություն չեն ունենա իշխանությունները մանիպուլացնել մարդու նկատմամբ կիրառված սանկցիաները եւ պարոն Կարապետյանը շուտով կարծում եմ ձեզ հետ ընդհանրական հանդիպում կունենա։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։